այժմ քննարկում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Հիմնական զեկուցող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյան։ Տիկին Գալստյան, խնդրեմ համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ։ Շնորհակալ եմ, հարգելի նախագահող, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի գործունեության տարեկան հաղորդումը։ Հաղորդումը ներառում է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով գրանցված արդյունքները, վիճակագրական ցուցանիշները, ոլորտային մարտահրավերները, ինչպես նաև եզրահանգումների հիման վրա նախանշված ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները։ 25 թվականին, ինչպես եւ նախորդ տարիներին, հանձնաժողովի գործունեությունը ուղղված է եղել հիմնական թիրախներին՝ հանրային ծառայության բարեվարկության համակարգի ամրապնդմանը, հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հայտարարատուների համար գործընթացն առավել դյուրին դարձնելուն, կուսակցությունների ֆինանսական վերահսկողության գործառույթի գործնականում կիրառման միջոցով թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովմանը, բարեվարկության ուսումնասիրության գործիքի միջոցով բարեվարկության տեսանկյունից ռիսկային անձանց մուտքը պետական համակարգ կանխարգելելուն եւ ընթացիկ պաշտոնավարումը կանխելուն, կոռուպցիոն ռիսկերի գնահատման ինստիտուտի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, հակակոռուպցիոն կրթության իրականացմանը եւ հանրային իրազեկման բարձրացմանը, ինչպես նաեւ հանձնաժողովի թվային գործիքների շրջանակի ընդլայնմանը եւ կատարելագործմանը։ Հանրային ծառայության բարեվարկության համակարգի կայացման շրջանակներում նախ անհրաժեշտ է ընդգծել, որ 25 թվականը հիմնականում ուղղված էր նախորդ տարիների ընթացքում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների եւ ներդրված նոր ինստիտուտների կիրարկմանը եւ դրա միջոցով խնդիրների եւ բացերի վերհանմանը, ինստիտուտների կատարելագործմանը։ Մասնավորապես, առանցին չթվարկելով հանձնաժողովի 25 թվականի ընթացքում բարեվարկության համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները, կցանկանայի դրանք դասակարգել 4 հիմնական ուղղությունների՝ խորհրդատվական մեթոդական աջակցություն, մշտադիտարկման միջոցով խնդիրների վերհանման եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում, առերևույթ խախտման դեպքերի քննություն եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումների կայացում, կրթական ծրագրերի եւ իրազեկման աշխատանքների իրականացում։ Հիմա առանձին անդրադառնալով խորհրդատվության եւ մեթոդական աջակցությանն ուղղված աշխատանքների տեսանկյունից պետք է նշել, որ հանձնաժողովը 25 թվականին շարունակել է հանրային իշխանության մարմիններին աջակցություն տրամադրել վարքագծի ոլորտային կանոնագրքերի մշակման եւ կիրառման գործընթացում, դիտարկել է ոլորտային կանոնագրքերի նախագծերը, դրանց հիման վրա ներկայացրել է լավարկման եւ տիպային կանոններին համապատասխանեցման առաջարկներ, ինչի արդյունքում հաշվետու տարում մշակվել եւ ներդրվել են վարքագծի կանոններ հանրային ծառայության եւս 5 տեսակների համար։ Ընթացիկ խորհրդատվություն է տրամադրել հանրային իշխանության մարմինների բարեվարկության հարցերով կազմակերպիչներին կապված հանրային ծառայությունում բարեվարկության տարերի կիրառման եւ մեկնաբանման հետ։ Զուգահեռաբար խորհրդատվություն է տրամադրել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման իրավիճակների կառավարման առնչությամբ, թույլ տալով նախապես միջոցներ ձեռնարկել շահերի բախման իրավիճակների վերացման եւ վերջիններիս կողմից կայացվող որոշումների օբյեկտիվության ապահովման համար։ Ընդ որում 25 թվականին նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 10 անգամ ավելացել է շահերի բախման հնարավոր իրավիճակներում պաշտոնատար անձանց կողմից հանձնաժողով դիմելիությունը, 51 դեպք են ունեցել, երբ մեզ նախորդ դիմել են, հետո որոշում կայացրել։ Հանձնաժողովը ապահովել է պաշտոնատար անձանց կողմից նվերների հաշվառման գործընթացի շրջանակներում խորհրդատվության տրամադրումը, հիմնականում կապված նվերների թույլատրելիության, ինչպես նաև դրանց գնորոշման հետ։ Հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացված մշտադիտարկումները հաշվետու տարում իրականացվել են վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների եւ վերջիններիս տեղականների եւ խորհրդականների պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանակներում շուրջ ընդհանուր 114 պաշտոնատար անձ, անհամատեղելիության պահանջների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման ստուգման նպատակով։ Նշվածի շրջանակում ի թիվս առնի դիտարկվել են պաշտոնատար անձանց կողմից բիզնես գործընթացներում հնարավոր ներգրավվածությունը, ոչ համատեղելի պաշտոնների զբաղեցումը, մասնավոր շահերի տեսանկյունից ռիսկային գործարքների իրականացումը եւ այլն։ Հատուկ ուշադրություն է դարձվել հանրային գնումների ոլորտին։ Առերևույթ խախտման դեպքերի քննությունները, ստացված դիմումների եւ հանձնաժողովի կողմից իրականացվող մեդիա մշտադիտարկման արդյունքում վերհանման
հրապարակումների հիմքով իրականացվել է բարևարկության համակարգի տարերի առնչությամբ շուրջ 245 ուսումնասիրություն, ինչը կրկնակի գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բարևարկության համակարգի տարերին առնչվող արերևույթ խախտումների հիմքով նախաձեռնվել է 33 վարույթ, որից 4-ը անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման, 10-ը վարքագծի կանոնների առերևույթ խախտման, 1-ը այլ սահմանափակման առերևույթ խախտման հիմքով։ Նախաձեռնված վարույթներից 16-ը վերաբերել են շահերի բախման վերաբերյալ հայտարարություն չներկայացնելուն, 2-ը առերևույթ շահերի բախման իրավիճակի։ Ընդհանուր առմամբ շահերի բախմանն առնչվող քննությունները մեծամասամբ, ինչպես նախորդ տարի, վերաբերել են հանրային գնումների գործընթացներում պաշտոն զբաղեցնող անձանց հետ փոխկապակցված կազմակերպությունների մասնակցության դեպքերին, իսկ խախտում թույլ տված անձինք հիմնականում զբաղեցրել են համայնքային քաղաքական պաշտոններ։ Նշվածի համատեքստում հանձնաժողովը հաշվետու տարում իր ակտիվ դերակատարությունն է ունեցել գնումների մասին օրենքի փոփոխությունների մշակմանը, որը արդեն 26 թվականին ընդունվել է ազգային ժողովի կողմից։ Ներդրված նոր կարգավորումներով հանձնաժողովին է վերապահվել գնումների գործընթացում փոխկապակցվածության արգելքի առերևույթ խախտումների քննության իրավասությունը, իսկ հանձնաժողովի կողմից համապատասխան խախտումների հաստատումը այսուհետ հիմք կհանդիսանա գնման պայմանագրի լուծման համար։ Վարքագծի կանոնների վերաբերյալ իրականացված 42 ուսումնասիրությունների արդյունքներով հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ 10 վարույթ, վարույթներից 5-ը վերաբերել են քաղաքական, 3-ը վարչական, 2-ը ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց։ Հարուցված վարույթներից 1-ը կասեցվել է և դեպքի առթիվ ներկայացվել է առերևույթ հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ 4-ի արդյունքներով արձանագրվել է կանոնների խախտման առկայություն, արդյունքում խախտում կատարած անձինք հանդես են եկել հրապարակային պարզաբանմամբ։ Անհամատեղելիության պահանջների տեսանկյունից հանձնաժողովը իրականացրել է 39 ուսումնասիրություն, 1-ը մեդիա հրապարակումների, 34-ը դիմումների, 1-ը ազդարարման, ևս 3-ը հանձնաժողովում իրականացվող այլ գործընթացների շրջանակներում ի հայտ եկած խախտումների հիման վրա։ ԵՒս 114 ուսումնասիրություն իրականացվել է հանձնաժողովի կողմից տարեկան մշտադիտարկման շրջանակներում։ Հանձնաժողովը ընդունել է անհամատեղելիության պահանջների խախտման առկայության վերաբերյալ 3 եզրակացություն, դիմելով իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների խախտման վերացման առաջարկությամբ։ Հանձնաժողովի կողմից կայացված խախտման եզրակացությունների պայմաններում պաշտոնատար անձանցից ոչ մեկի լիազորությունները մինչ օրս դադարեցված չեն, թեև առանձին դեպքերում վերջիններիս կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ խախտման հիմք հանդիսացած հանգամանքները այլ եղանակով վերացնելու ուղղությամբ։ Այդուհանդերձ հանձնաժողովի անհամատեղելիության պահանջների առնչությամբ եզրակացությունների ոչ պարտադիր բնույթը, ինչպես նշվել է նաև նախորդ տարիներին, խոչընդոտում է անհամատեղելիության պահանջների ինստիտուտի արդյունավետ կայացմանը։ Այլ սահմանափակումների առնչությամբ հաշվետու տարում իրականացված 10 ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովը նախաձեռնել է 1 դեպքով վարույթ և ընդունել այլ սահմանափակման խախտման առկայության մասին եզրակացություն։ Ինչ վերաբերում է նվերների ընդունման սահմանափակումներին, հաշվետու տարում առերևույթ խախտման դեպքեր չեն արձանագրվել, պայմանավորված նաև այն հանգամանքով, որ հանձնաժողովը կանխարգելման իր գործառույթի շրջանակներում պրոակտիվ աշխատանքներ է նախաձեռնել թույլատրելի համարվող նվերների սահմանված ժամկետում հաշվառելու համար, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով խորհրդատվություն է տրամադրել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վերջինների պարտականությունների կատարման հետ կապված նվերների թույլատրելիության, արժեքի որոշման և այլ հարցերի շուրջ։ Հանձնաժողովը աջակցել է իրականացնելով 60 նվերի գնորոշում, ինչպես նաև հաշվառվել և ստուգվել են նվերների ավելի քան 200 ձևաթղթեր։ Պաշտոնատար անձանց կողմից ստացված և հաշվառված նվերները հիմնականում եղել են արարողակարգային բնույթի կամ հանդիսացել են օրենքով սահմանված կարգով ստացված պարգևներ։ Մեծածավալ աշխատանքներ են տարվել ապահովելու կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ թիրախային տարբեր խմբերի իրազեկվածությունը և ուրախ եմ տեղեկացնել, որ անցյալ տարի գործարկված հանձնաժողովի ուսուցման էլեկտրոնային հարթակում գրանցված և վերապատրաստված պաշտոնատար անձանց և ծառայողների թիվը կազմել է շուրջ 10,000, իրականացվել են մի շարք վերապատրաստումներ հանրային բարևարկության տարբեր ասպեկտների վերաբերյալ։ Հայտարարագրման գործընթացի մասին խոսելիս նախ պետք է նշեմ, որ 25 թվականի ընթացքում հանձնաժողովի ռեսուրսները մեծամասամբ ուղղվել են նախորդ ժամանակահատվածներում չներկայացված հայտարարագրերի ներկայացման գործընթացի ապահովմանը։
Արդյունքում 25 թվականի ընթացքում հավաքագրվել է 21627 հայտարարագիր, որն ավելին է դրան նախորդող 24 թվականի համեմատությամբ 7.7%-ով, 23-ի համեմատությամբ 26.1%-ով։ Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ համակարգում գրանցված գործող պաշտոնատար անձանց թիվը կազմել է 6190, իսկ իրենց ընտանիքի անդամներին գրեթե կրկնակի է։ 2025 թվականի ընթացքում վարչական տույժ կիրառելուց հետո հայտարարագիր չներկայացնելու հիմքով գլխավոր դատախազություն է ուղարկվել 13 հաղորդում։ Պաշտոնատար անձանց գույքային դրության հաշվետվողականության և թափանցիկության ապահովման, կոռուպցիոն հնարավոր ռիսկերի վերհանման ու զսպման նպատակով հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում շարունակել է հայտարարագրերի վերլուծության գործընթացը։ Զուգահեռաբար բոլոր վերաբերելի ԶԼՄ հրապարակումները և հանձնաժողովին հասցեագրված դիմումները ստուգման առարկա են դարձել։ Հանձնաժողովը վերլուծությունների արդյունքում դատախազություն է ներկայացրել 20 հայտարարատուի առնչությամբ 9 հաղորդում։ Հանձնաժողովի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է գտնվել կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության ապահովումը և դրա նկատմամբ օրենքով սահմանված վերահսկողության իրականացումը։ Նախ կցանկանայի անդրադառնալ այն հանգամանքին, որ 25 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքը, որով փոխվել է հաշվետվություն ներկայացնելու ժամկետը, նվազեցվել է կուսակցությունների վարչական բեռը, փոփոխվել են կուսակցությունների կողմից ստացված նվիրատվությունների առավելագույն սահմանաչափերը, ներդրվել են նպատակային ֆինանսավորման տրամադրման նոր մեխանիզմներ։ Հանձնաժողովը նշված փոփոխություններին համահունչ փոփոխել է նաև համապատասխան ենթաօրենսդրական ակտերը։ 24 թվականի տարեկան հաշվետվությունների ստուգման արդյունքում ընդունվել են պետական նպատակային ֆինանսավորում տրամադրելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին համապատասխան որոշումներ հետևյալ համամասնությամբ։ Քաղաքացիական պայմանագիր տրամադրվող նպատակային ֆինանսավորումը կազմել է կեսը, Հայ հեղափոխական դաշնակցություն կեսը, Վերածնվող Հայաստան կեսը, Բարգավաճ Հայաստան 3/4 և Հանրապետություն կուսակցություն ամբողջ ֆինանսավորումը նպատակային տրամադրվել է հաշվի առնելով, որ համապատասխանել են ցուցանիշներին։ 25 թվականի հունվարի 1-ից հայտարարագրման էլեկտրոնային համակարգում գործարկվել է կուսակցությունների տարեկան հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու բաղադրիչը, ինչով պայմանավորված նախաձեռնվել են նախորդ տարիներին կուսակցությունների կողմից հանձնված տարեկան հաշվետվությունների թվայնացման աշխատանքները։ Այս շրջանակում մեծացել է համապատասխան ստուգումների ծավալը և դրանց արդյունքում հարուցված վարույթների քանակը։ Մասնավորապես մուտքագրումների ընթացքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ և վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող դեպքեր, որոնց հիման վրա, ինչպես նաև մամուլից ստացված տեղեկությունների առիթով ստուգման գործընթաց է նախաձեռնվել ևս 13 կուսակցությունների տարեկան հաշվետվությունների առնչությամբ։ Ստուգումների արդյունքում նախաձեռնվել է 2 վարույթ։ Մնացած իմացով դեռևս ընթացիկ են։ Միաժամանակ կուսակցությունների 24 թվականի տարեկան հաշվետվությունները սահմանադրական օրենքով սահմանված կարգով հանձնաժողով ներկայացնելու պահանջների պահպանվածությունը ստուգելու շրջանակներում պարզվել է, որ 123 կուսակցություններից հանձնաժողով չեն ներկայացվել 12 կուսակցությունների 24 թվականի հաշվետվությունները, նախաձեռնվել են վարույթներ, վերջնարդյունքում 4 կուսակցություն դեռևս շարունակում են չներկայացնել իրենց տարեկան հաշվետվությունները։ Նշվածի համատեքստում հանձնաժողովն արձանագրել է, որ թեև առկա է կուսակցությունների ֆինանսական վարքագծի դրական տեղաշարժ, հատկապես այն կուսակցությունների, որոնք ստանում են պետական ֆինանսավորում, այնուամենայնիվ շարունակում են արդիական մնալ ստվերային ֆինանսավորման ռիսկերը և կանխիկի շրջանառության հետ կապված հիմնախնդիրները։ Բարևարկության ուսումնասիրության առումով 25 թվականի ընթացքում կրկին ընդլայնվել է հանձնաժողովի բարևարկության ուսումնասիրության առնչությամբ լիազորությունները, ուստի և զգալիորեն աճել է ուսումնասիրություն անցնող անձանց քանակը։ Արդյունքում հանձնաժողովը հնարավորություն է ունեցել կանխարգելելու բարևարկության տեսանկյունից խնդրահարույց առավել մեծ քանակի անձանց մուտքը դատաիրավական համակարգ։ Այդուհանդերձ նախորդ տարվա համեմատությամբ ուսումնասիրությունների քանակի կրկնակի աճը համադրված հանձնաժողովի ռեսուրսների սահմանափակ լինելու հետ որոշ դեպքերում խոչընդոտներ է ստեղծել օրենքով սահմանված կարճ ժամկետներում եզրակացությունների տրամադրելու համար։ Նշվածի համատեքստում հանձնաժողովը գտնում է, որ չափազանց կարևոր է համապատասխան մարմիններում մրցութային ընթացակարգերի վերանայումը, ինչը հնարավորություն կտա հանձնաժողովին ստուգել բացառապես մասնագիտական պահանջները բավարարող թեկնածուների բարևարկությունը։ Ուսումնասիրության վիճակագրական տվյալների մասին խոսելիս պետք է արձանագրել, որ հանձնաժողովը 25 թվականի ընթացքում իրականացրել է
650 անձանց բարևարկության ուսումնասիրություն, ինչը կրկնակի ավելի է նախորդ ուսումնասիրությունների թվից։ Եվս 103 անձի վերաբերյալ իրականացվել է ընթացիկ ուսումնասիրություն, այսպիսով 753 խորհրդատվական բնույթի եզրակացություն է տրամադրվել։ 25 թվականին դատական համակարգում բացասական եզրակացություն ստացած անձանցից միայն մեկն է պաշտոնի նշանակվել, դատախազությունը բացասական նշանակումների թիվը 25 թվականին կազմել է 6.25% թեկնածուների դեպքում, իսկ առաջխաղացումների դեպքում 75%։ Քննչական կոմիտեի ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվել հավակնող թեկնածուների վերաբերյալ կազմված բարևարկության թվով 8 բացասական եզրակացություններից առաջխաղացման ցուցակում ընդգրկվել, այնուհետև նշանակվել են թվով 5-ը, 62.5%, իսկ առաջխաղացման դեպքում թիվը կազմել է 33%։ Հակակոռուպցիոն կոմիտեում բարևարկության բացասական եզրակացություն ստացած անձանց նշանակման դեպք չի արձանագրվել։ Վարույթների մասին խոսելիս պետք է նշեմ, որ հաշվետու տարում 661 վարույթ է հանձնաժողովը իրականացրել, նշվածից միայն 17.4%-ի դեպքում է հանձնաժողովը տույժ նշանակել, առաջնորդվելով իր կանխարգելիչ մանդատով, սահմանափակվել է բանավոր դիտողություն հայտարարելով և վարույթը կարճելով։ Վարույթների մի մասը դեռևս գտնվում է ընթացիկ փուլում։ Կոռուպցիոն ռիսկերի գնահատման մասին խոսելիս պետք է նշեմ, որ 26 թվականի հունվարին ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է հանձնաժողովի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրում հետևյալ մարմիններում և կազմակերպություններում. հանրային իշխանության մարմիններում, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման ոլորտներում գործունեություն իրականացնող կամ վերջին 3 տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ, դրամաշնորհներ ստացած պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրած հիմնադրամներում, 50% և ավելի պետական կամ համայնքային մասնակցություն ունեցող առևտրային կազմակերպություններում։ 25 թվականին հանձնաժողովը պիլոտային ձևաչափով սկսել է կոռուպցիոն ռիսկերի գնահատումներ իրականացնել 5 խոշոր պետական մասնակցությամբ կազմակերպություններում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ՓԲ, Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ-ում, Երևանի ջերմաէլեկտրակենտրոն ՓԲ-ում, Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲ-ում և Ջրար ՓԲ-ում։ Պիլոտային գնահատումները նպատակաուղղված են կիրառվող մեթոդաբանության և գործիքակազմի փորձարկմանը, ինչպես նաև նշված կազմակերպությունների գործարար բարևարկության համակարգերի ամրապնդմանն ու այդ համակարգերում առկա կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը։ Հակակոռուպցիոն կրթությունը կարևորելով հանձնաժողովը անժխտելի է համարում դրա դերը և 25 թվականին իրականացրել է բարևարկության համակարգին նվիրված, ինչպես նաև հանձնաժողովի գործառույթներին վերաբերելի պարբերական վերապատրաստումներ, հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքասահակության կազմակերպությունների ոլորտի ներկայացուցիչների, ԶԼՄ ներկայացուցիչների և թիրախային տարբեր խմբերի համար։ Հատուկ նշեցի, որ մեզ համար առանձնապես կարևոր է այն հանգամանքը, որ հանձնաժողովի դեռևս անցած տարի գործարկած էլեկտրոնային ուսուցման հարթակում արդեն 10,000 հոգի ուսուցում անցել և ստացել են համապատասխան վկայականներ։ Թվայնացումը հանձնաժողովի հետևյալ հաշվետու տարում ցավոք սրտի հնարավորություն չի ունեցել հանձնաժողովը ամբողջ ծավալով իրականացնելու իր նախանշած ծրագրերը, սակայն այս տարի արդեն հանձնաժողովին հատկացված բյուջետային միջոցների շնորհիվ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք հուսանք ապագայում տեսանելի և շոշափելի արդյունքների կհասցնեն։ Ամփոփելով պետք է արձանագրեմ, որ թեև հանձնաժողովը հաշվետու տարում ամբողջ ծավալով իրականացրել է իր օրենքով սահմանված լիազորությունները, ջանքեր ներդնելով հանրային համակարգում բարևարկության ամրապնդման, կոռուպցիոն ռիսկերի և դրսևորումների նվազեցման, բացահայտման ու կանխարգելման, ինչպես նաև քաղաքական գործընթացներում ֆինանսական թափանցիկության մշակույթի ձևավորման ուղղությամբ, այնուամենայնիվ ոլորտում շարունակում են առկա մնալ լուրջ և համակարգային մարտահրավերներ, որոնց հաղթահարումը պահանջում է ավելի վճռական և համատեղ գործողություններ բոլոր պատասխանատու դերակատարների կողմից։ Միաժամանակ շարունակում են չլուծված մնալ հանձնաժողովի անդամների ոչ ամբողջական համալրվածության հարցը և կադրային հոսունության խնդիրը, որն առավելապես պայմանավորված է աշխատանքի բարձր ռիսկայնությամբ, ծանրաբեռնվածությամբ և դրանց ոչ համարժեք ֆինանսական և սոցիալական երաշխիքների պայմանով։ Վերջում շնորհակալություն եմ հայտնում ուշադրության և հաշվետու ժամանակահատվածում ևս արդյունավետ համագործակցության համար։ Շնորհակալ եմ զեկույցի համար, հարգելի գործընկերներ, հարցերի համար կարող եք հերթագրվել։ Հերթագրում
Համեցեք Տիկին Մանավասյան։ Շնորհակալ եմ, Տիկին Գալ։ Որքան է զարմանալի հնչի, հարցս կուսակցություններին չի վերաբերում է զեկուցում, դուք նշեցիք, որ բարեվարկությունների ձեր աշխատանքի հետ կապված դատավորների կողմից անհամատեղելիության պահանջների, վարքագծի կանոնների խախտումների կամ շահերի բախման դեպքեր որքան եք հայտնաբերել, այսինքն եղել են, ձեր կողմից հայտնաբերվել են նման դեպքեր, թե ոչ։ Շնորհակալություն Տիկին Մանավազյան, մենք դատավորների մասով բացառապես անհամատեղելիությունը կարող ենք քննել, շահերը եւ վարքագիծը մեր դաշտից դուրս է, վարքագիծը բացառապես գույքայինի համատեքստում ենք մենք քննում եւ հնարավորություն ունենք ըստ օրենքի կարգապահական վարույթ հարուցելու։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ հանձնաժողովը տալով բացասական եզրակացություն հանգել է նրան, որ առկա են դատավորի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու հիմքեր եւ զուգահեռաբար մենք ստիպված ենք եղել կարգապահական վարույթը հարուցել եւ միջնորդել, որպեսզի կասեցնի, մինչեւ տեսնենք ինչ ընթաց կտրվի քրեական վարույթին, որովհետեւ թեև օրենքը սահմանում է, որ հանձնաժողովը քրեական հանցագործությամբ ինչ Այո, այս տարի եղել է, եթե չեմ սխալվում, 5-ից ավելի դեպք է եղել, երբ մենք դատավորների վերաբերյալ հաղորդում ենք ներկայացրել համապատասխան մարմիններ եւ կարգապահական վարույթ ենք հարուցել ու կասեցրել։ Ունեք արձագանք։ Տիկին Գալստյան, ես էլ երկու հարց ունեմ։ Մեկը վերաբերվում է տեխնիկական մասին, այս տարվա հայտարարագիրը լրացնելիս ցավոք էլի հնարավոր չեղավ ավտոմատ կերպով օրինակ կադաստրի կոմիտեից ստացվող տեղեկությունները ձեռք բերված, օտարված, անշարժ շարժական գույքի եւ այլնի վերաբերյալ ավտոմատ կերպով լրացված տեսնել եւ ըստ էության մեծ պրոգրես այստեղ չունենք, չնայած որ ի սկզբանե ներդրված համակարգի նկատմամբ հիմա որակապես այլ համակարգ ունենք, մեզ կարող եք արդյոք նորություններ ասել, թե ինչ սպասել այդ ինքնաշխատ լրացվող համակարգի վերաբերյալ, գիտեմ, որ ամբողջը ձեր դաշտում չի զուտ, քանի որ հազարավոր մարդիկ են լրացնում, նրանց նույնպես հնարավորություն տանք ծանոթանալու, եւ երկրորդը ես մշտապես այս հարցը բարձրաձայնում եմ, կուզենայի իմանալ, թե ինչ առաջընթաց ունենք կրթական մասով, բազմաթիվ կրթական տեխնոլոգիաներ կան հայտնի, որոնցով հնարավորություն է տրվում մարդկանց ում վերաբերվում է այս լրացնելու գործընթացը ստանալ լրացուցիչ գիտելիքներ շահերի բախման, կոռուպցիայի կանխարգելման, պաշտոնի դիրքի չարաշահման եւ այլնի հետ կապված, որովհետեւ մենք գիտենք, որ բազմաթիվ դեպքեր, կարծում եմ դեպքերի գերակշիռ մեծամասնությունը չիմացության արդյունքներ են, չնայած իհարկե դա չի օգնում նրան, որ պատասխանատվությունից խուսափեն, բայց այնուամենայնիվ մենք պետք է կանխարգելման վրա շատ մեծ ուշադրություն դարձնենք, կուզենայի իմանալ, թե ինչ նոր գործիքներ կան եւ ինչ է նախատեսվում այս առումով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Աշակյան։ Ինչ վերաբերում է տվյալների ինքնաշխատ ներբեռնմանը, այս պահին հասանելի են համակարգում ճանապարհային ոստիկանության, բնակչության պետական ռեգիստրի, իրավաբանական անձանց ռեգիստրի, ՊԵԿ-ի տվյալները, շարունակաբար նաև մենք համագործակցում ենք այլ մարմինների հետ, որպեսզի հնարավոր լինի այլ տվյալները եւս ինքնաշխատ եղանակով ներբեռնել։ Կադաստրի կոմիտեի տվյալներին մենք ինքնաշխատ հասանելիություն ունենք, բայց ինքներս ենք անջատել այդ հնարավորությունը, որովհետև երևի հիշում եք նախորդ տարի խնդիր եղավ տվյալների հետ, կադաստրի համակարգում եւ մեր համակարգում տվյալների տարբերություն կա, արդյունքում ցույց է տալիս, որ մեկ անձ ունի 15 գույք, այդ թվում օրինակ ձեղնահարկ, շենքի միջանցք եւ այլն, որպեսզի այդ տվյալները հրապարակային տեսանկյունից շահարկման խնդիր չտան, մենք այս պահին քննարկում ենք կադաստրի կոմիտեի եւ սպասարկող ընկերության հետ հնարավորություն ստեղծելով այնպիսի զտիչ համակարգ ներառել, որպեսզի հետագայում ավելի վատ չլինի, եթե տվյալները հանկարծ ինքնաշխատ եղանակով ներբեռնվեն, բայց ամեն դեպքում ես ինչպես նշեցի, թվայնացման աշխատանքները անցած տարի մի փոքր կասեցվել էին, որովհետև մենք չունեինք համապատասխան բյուջետային աջակցություն, այս տարի արդեն ունենք եւ հուսամ տարեվերջին արդեն շատ ավելի մեծ արդյունք կունենանք։ Կրթականի հետ կապված ես իմ խոսքում էլ նշեցի, մենք էլեկտրոնային համակարգը կրթական գործարկել ենք անցած տարի, այն ունի 5 մոդուլ շահերի բախման վերաբերյալ,
կուսակցությունների մասով առանձին մոդուլ, կառավարչական պաշտոններում ներառված անձանց վարքագիծ, շահերի բախում, անհամատեղելիություն եւ այլն, եւ 10,000-ից ավելի պետական ծառայողներ, այդ թվում ուրախ եմ նշելու, որ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք, նախարարներ, նախարարի տեղակալներ եւ այլն, անցել են վերապատրաստումներ այդ համակարգի միջոցով եւ մենք վարչապետի աշխատակազմի հետ պարբերաբար աշխատում ենք իրազեկելով պաշտոնյաներին, որպեսզի իրենց համակարգում գտնվող ծառայողները անցնեն վերապատրաստում, այս առումով արդեն 10,000-ը մեկ տարվա համար վատ ցուցիչ չէ, կարծում ենք, որ շարունակական կլինի, շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Գալստյան, փորձը ցույց է տալիս, որ կրթական կտորները մանավանդ նման կարևոր հարցերի շուրջ միայն պարտադիր մեխանիզմով է, որ հնարավորություն է տալիս ամբողջական ծավալով անցկացնել, ես հասկանում եմ իհարկե մյուս կողմից, որ կարող են դժգոհություններ լինել եւ այլն, բայց ես կարծում եմ սա այն հարցն է, որտեղ մենք պետք է ավելի սուր եւ կտրուկ եւ հատու քայլեր ձեռնարկենք եւ իմ առաջարկումը նման ուժի մեջ, որ հեշտացված, բայց պարբերաբար պարտադիր կրթական, այսինքն կրթություն եւ սերտիֆիկատ համադրություն պիտի լինի, որ մարդը հնարավորություն ունենա ամբողջապես ծանոթանալու, թե իրեն իր պարտավորությունները եւ պաշտոնական դիրքը ինչպես պիտի օգտագործի իր շահ իր պետության, որպեսզի չվնասի մնացած հարցերը եւ այդ թվում ինքն իրեն, եւ ես կարծում եմ, որ այստեղ մենք պիտի ուժեղացնենք մեր քայլերը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Աշակյան, մենք եւս կիսում ենք ձեր մտահոգությունը եւ առաջարկը եւ ռազմավարությունների, ոլորտային ռազմավարությունների մշակման փուլում մենք առաջարկել ենք պարտադիր դարձնել կրթական ծրագրերը պաշտոնի անցնելիս, պաշտոնավարման ընթացքում պարբերաբար, որպեսզի հնարավոր լինի շարունակաբար ընդլայնել պաշտոնատար անձանց իրազեկումը, որի միջոցով միայն կկարողանանք կանխարգելել կոռուպցիան եւ նաեւ գոնե առնվազն վստահ կլինենք, որ պաշտոնատար անձինք տեղեկացված են իրենց պարտականությունների մասին։ Շնորհակալ եմ Տիկին Գալստյան, ձեր եւ հանձնաժողովի կատարած աշխատանքի համար, հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։